օրդ բարին սկսում է իր աշխատանքը 21 TV-ի եթերում։ Ձեզ հետ ինչպես միշտ ես եմ Անահիտ Կիրակոսյանս, ով եկել է կազմ, պատրաստ, որպեսզի դրական էներգիա փոխանցի ձեզ, իմ շատ սիրելի հեռուստադիտող։ Ձեզ մնում է միայն արթնանալ լավ տրամադրությամբ ու ուրախ ռիթմերով։ Իսկ ինչ է դրա համար անհրաժեշտ։ Դե իհարկե լավ երաժշտություն։ Եկեք վայելենք լավ երաժշտություն, արթնանանք միասին, իդեպ եթերը երաժշտական է լինելու, այնպես որ առաջիկա 1 ժամը մնացեք մեզ հետ։ Խոստանում եմ լավ եթեր։ Դե ինչ վերադարձանք տաղավար եւ ինչպես խոստացել էի, այսօր ունենալու ենք շատ երաժշտական հյուրեր, այսօր մեզ հյուր է Love Project-ը։ Love Project-ի մեներքիչն է Շուշան Տոնոյանը, բարի առավոտ, Դավիթ Հախվերդյանը, բարև ձեզ, եւ իհարկե բեք վոկալի ֆանտաստիկ գեղեցկուհիներ Լիանա Մկրտչյան ու Ֆլորա Արզումանյան, բարի առավոտ։ Եվ նրանք միասնական, ել չեմ ասում երաժիշտների հետ, կազմում են մի մեծ խումբ, որ կոչվում է Love Project ու տարածում է սեր ամենուր։ Կուզենայի առաջին հարցս ուղղել Դավիթին Հախվերդյան։ Դավիթ ջան, քանի որ նոր եք համալրվել խմբում, ձեր տպավորությունները, առաջարկը երբ ստացաք, միանգամից լավ իմաստնիկը դարձաք։ Առաջարկը ստացել եմ, կարելի ասել 1 ամիս առաջ, խումբը բավականին պրոֆեսիոնալ գործունեություն է ծավալում արդեն իսկ, ունենք շատ առաջարկներ, ունենք շատ նոր երգեր, որոնք սպասվելու են ապագայում։ Մեծ ուրախությամբ եմ աշխատում մեր թիմի հետ, քանի որ խումբը բաղկացած է շատ պրոֆեսիոնալ մարդկանցից եւ կարելի ասել, որ ամեն մեկը գիտի իր աշխատանքը, թե ինչում է կայանում եւ կատարում է շատ լավ։ Աղջիկներ, ձեզ ինչ գրավեց Love Project-ում։ Մենք կարելի ասել մի ընտանիքի պես ենք եւ չգիտեմ, միանգամից շատ լեզու գտանք իրար հետ, այսպես կարելի ասել, եւ շատ հաճելի է իրար հետ աշխատել, ոնց որ բավականություն ենք ստանում իրարից մենք։ Կուզեի ասել, որ պատահականություն ստացվեց, որ մենք այսօր էստեղ ենք։ Անսպասելի է։ Շատ անսպասելի, այո։ Ու առաջին իսկ օրվանից, որ այստեղ մտել ենք, ամեն ինչ դրական է եղել։ Միշտ միմյանց դրական այդ ջերմ էներգիան փոխանցել ենք։ Եվ իհարկե փորձ ենք ստանում, ինչքան էլ որ ունենք փորձ որոշ չափով, բայց համենայն դեպս մեծանում է մեր փորձը, ավելի հմտանում ենք ու հետագա քայլերը ավելի պրոֆեսիոնալ է ստացվում։ Շուշան ջան, որպես արդեն փորձառու վետերան, խմբի հիմքում ընկած, հիմնադիրների կողքին եղած մարդ, ինչպիսին է փոփոխությունը խմբի քեզ համար եւ ինչ նորությամբ եք այսօր եկել տաղավար։ Նորից բարև ձեզ։ Ինձ համար շատ կարևոր էր այս փոփոխությունը այն առումով, որ նոր գույն կա։ Մի նոր գույն ու թարմություն, որը որ կարծում եմ շատ ավելի դրական երանգ ա վերել եւ էներգետիկա։ Իրենք երեքն էլ շատ տարբեր էներգետիկա ու եկել են ու լցրել են մեր խումբը։ Մենք նոր երգով եւ նոր տեսահոլովակով ենք եկել Լյուդվիգ Դուրյանի եւ Խաչատուր Ավետիսյանի որտեղ գտնեմ քեզ երգով։ Շատ սիրված երգ է, իրականում ականջին էսպես նստած ու Իսում է չկա այդպիսի մեկը, որ այդ երգը չսիրի, ինքը բոլոր ժամանակների, չգիտեմ, սիրելի երգերից։ Ինչպես կանգառակ հենց այս երգի ընտրության վրա։ Պրոդյուսերական կողմներ թե ձեր։ Ընդհանուր պատկերացրեք տարբեր երգերի քննարկումներ եղավ եւ բոլորս ասենց մի խոսքով որոշեցինք, որ սա պիտի լինի։ Կարծում եմ սա միայն մեր ընտրության երգը չի, մենք գտնում ենք, որ սա այն երգն է, որը որ ժողովրդի սրտի եւ հոգու երգն է լինելու, բոլոր ժամանակների սիրելի երգն է։ Անշուշտ սիրելի երգ, որի մեջ կա շատ սեր, իսկ Love Project-ում նույնպես կա շատ սեր, այնպես որ այս պահին 21 TV-ի եթերում օրդ բարի շրջանակներում առաջարկում եմ վայելենք միասին պրեմիերա, որտեղ գտնեմ քեզ հենց այս պահին Love Project։ Շատ գեղեցիկ, շատ հաճելի, ես էլ ամբողջ ընթացքում հոլովակի հետ միասին երգում էի, որովհետև իսկապես երգը շատ սիրված է ու նոր մատուցումը իսկապես շատ հաջողված է, շնորհավորում եմ բոլորիդ այս հրաշալի տեսահոլովակի կապակցությամբ։ Մի քիչ կպատմեք ընթացքի մասին, որովհետև կային 2 հատված հա հոլովակում, որտեղ դուք եք ու ձեր սիրային պատմությունն ու իրար ասելիքը եւ իհարկե մեր շատ սիրված կասկադի ֆոնին արդեն ամբողջ խմբով։ Ընթացքից Երգը քանի որ կարելի ասել հին հայկական երգ է,
մենք նորից նշեմ, որ նույն պրոֆեսիոնալ անձնակազմի մտքի շնորհիվ հասկացանք, որ շատ կարևոր է, որ երգը նկարահանվի այնպիսի վայրում, որը որ խորհրդանշական կլինի երգի համար։ Որը ունի պատմություն ու կոլորիտ։ Այո, իսկ կասկադը կարծում եմ, որ այդ հնարավորությունը մեզ բոլորիս տվեց լիովին ներկայացնելու երգի ամբողջ իմաստը, միտքը եւ հասարակությանը հանձնելու համար, ինչու՞ չէ նաեւ կարծում եմ, որ մեր հասարակությունը այսպիսի երգերի կարիք ունի այսօր եւ հուսամ կգնահատվի ժողովրդի կողմից։ Անչափ ունի, որովհետեւ մեղեդայնությունը շատ ենք կորցրել ու երբեմն կարոտով ենք հիշում այն երգերը, որի մեջ կար թե խոսքային, թե մեղեդային յուրահատուկ իմաստ ու եւ մեղեդայնությունը եւ որակը երգերի եւ առաջվանը համեմատելու չի ներկայի հետ։ Աղջիկներ, դուք ինչ կպատմեք։ Ընթացքից դե ամեն ինչ էներգետիկ էլի։ Մեկ օրում եք նկարել։ Այո, մի քանի ժամում կարելի ասել։ Ամեն ինչ արագ, լավ։ Համեստաբար լռում եմ եկեղեցին։ Եմ որ ինչ պատմեմ արդեն տեսակ էլի։ Ինչ որ տեսակ է դա։ Բայց հետաքրքիրը նրանում է կայանում, որ նկարահանման ընթացքում էներգետիկան հիմնական իրենցից է եկել, այսինքն այս պահին ա որ լռում են իրենք։ Այս պահին համեստություն եք անում, հետո հենց երգը սկսում է։ Որ դու էլ երևի ասիր որտեղ գտնեմ ձեզ ու գտար այս հրաշալի երյակին։ Պատմես մի քիչ ընթացքից, քո կերպարից։ Կերպարի հետ կարծում եմ կլինեն փոփոխություններ, այդ մասին դեռևս չխոսենք եւ կամ փակագծեր, որ ելի պետք չի բացել, հետաքրքրությունը չկորցնելու համար։ Նոր երգեր ունենք, նոր տեսահոլովակներ կլինեն առաջիկայում, բայց էլի հետաքրքրությունը պահելու համար երգերը չեք բացահայտի, գոնե իմանանք ինչ ուղղությամբ է գնալու։ Մեր ոճը ինչպես միշտ շատ տարբեր է լինելու, էլի սիրված երգեր են լինելու, բայց որպեսզի հետաքրքրությունը չկորի, եկեք չասենք, որ երգերը ամեն ինչ պահում եք անակնկալ։ Այո, իհարկե, որ ավելի հետաքրքիր լինի։ Այդ դեպքում հիմա հեռուստադիտողի մոտ հարց գծակիսկ որտեղ լսել ձեզ, ոչ միայն որտեղ գտնել ձեզ, այլ նաև որտեղ լսել ձեզ կամ հնարավորություն կա արդյոք երբ լինեն միջոցառումներ, տարեդարձներ, հարսանիքներ, ինչու ոչ, որպեսզի ձեր պրոջեկտը, որպես լավ պրոջեկտ ներկայանա։ Այո, մենք արդեն իսկ ունենք տարբեր առիթներից հրավերներ, այնպես որ մենք հյուրը կլինենք եւ ուրախ կլինենք կիսելու այդ, չգիտեմ, երջանիկ կամ ուրախոր այդ մարդկանց հետ։ Պատրաստ եք այդպիսի համագործակցության։ Այո։ Իսկ էջ ունեք առանձին Instagram-յան, հենց Facebook-յան, Instagram-յան, YouTube-յան մեր ալիքին կարող են միանալ եւ մեր նորությունները, երգեր, տեսահոլովակներ, առաջիկամ սպասվող նորությունները մեր էջում անպայման դիտարկվում են եւ կան։ Շատ բարի։ Դա նշեմ, որ նաև կապ հաստատելու միջոց է եւ մեր պրոդյուսերի հեռախոսահամարը կարող են գտնել հենց այնտեղ Facebook-յան, Instagram-յան եւ YouTube-յան էջերում։ Անշուշտ, ես կխնդրեմ, որպեսզի պրոդյուսերը հեռախոսահամարը այստեղ էլ հիմա գրվի էկրաններին, որպեսզի շատ ավելի հեշտ կարողանան կապ հաստատել, որովհետեւ երբեմն երբ բացահայտում ենք լավ խմբեր, որակով ու հետաքրքիր ճաշակով երաժշտություն մատուցող, հետո ասում ենք որտեղ գտնեմ քեզ։ Այնպես որ կարող եք արդեն YouTube-ում էլ վայելել այս հրաշալի կատարումը, մեզ մոտ արեցինք պրեմիերա, բայց YouTube-ում արդեն կա կատարումը տեղադրված է։ Իդեպ ինչպիսի ֆիդբեքներ կան, ինչ արձագանք կա հարազատներից, բարեկամներից, ընկերներից կամ գուցե պարզապես անծանոթ հետևորդներից։ Մարդիկ շատ ուրախ են, որ Հայաստանում տեսնում են նմանատիպ գործունեություն, այսինքն տեսնում են այնպիսի գործունեություն, որ չէին սպասում, որ միգուցե մի բենդի կողմից կարելի է հանդիպել այսօրվա դրությամբ։ Երգի ընտրության հարցում նույնպես զարմացած են եւ շատ ուրախ, որ երգը իր տեղը գտավ մեր պրոջեկտում։ Ինձ համար այնքանով էր կարևոր, որ երգը առաջին երգների մասնակցությամբ եւ ցանկանում էի լիներ այնպիսի երգ, որը որ լիներ որակ թելադրող նաեւ։ Կարծում եմ, որ երգը թելադրեց այդ որակը։ Դա ինչի համար եմ այդպես կարծում, որովհետեւ մարդկանց արձագանքները խոսում են միայն դրա մասին այսօրվա դրությամբ։ Հնարավոր է նաև Love Project-ին տեսնենք տարբեր համերգային ծրագրերում կամ գուցե առաջիկայում պլանավորում եք ունենալ ձերը։ Նման մտահղացումներ կան, դա էլի քննարկման փուլում է, ոչ մի գաղտնիք չենք բացի, ես արդեն հասկացա։ Շատ բարի սիրելի Love Project, ինձ մնում է միայն ձեզ հաջողություն մաղթել, ասել բարի երթ, թող որ այս նոր գույները, նոր լույսերը, նոր մարդիկ ովքեր ավելացել են խմբին, բերեն իրենց եղանակը եւ ստեղծեք այն 5-րդ եղանակը, որի պահանջարկը իսկապես կա մեր օրերում, որովհետեւ մենք սպասում ենք նորության, մենք սպասում ենք թարմության, ինչն էլ Love Project-ը բերում է այս
այսօր մեր օրեր։ Շնորհակալություն ձեզ, եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ մեր հյուրերն էին Love Project-ի մեներքիչներ Շուշ Անտոնյանը, Դավիթ Հախվերդյանը, Գեղեցկուհիներ Լիաննա Մկրտչյանն ու Ֆլորա Արզումանյանը, ովքեր բեք վոկալիստներն են, եւ Love Project-ն ունի արդեն իր նոր հոլովակը, որտեղ գտնեմ քեզ, որտեղ գտնեմ YouTube-ում գտեք, փնտրեք եւ վայելեք ու լսեք նոր դեմքեր, նոր ձայներ, նոր գույներ, նոր ռիթմ եւ որակ ամենակարևորը։ Այսօրվա համար այսքանը, ձեզ հետ Անահիտ Կիրակոսյանն էր, եւս մեկ տեսահոլովակ եմ թողնում ձեզ ու գնում։ Մնացեք բարով։